Ինձ թվում է դու պետք է ինձ շատ լավ հասկանաս։ Իսկ ինչ որ ասացիր ճաշի սենյակում, Պապա այդ մասին։ Կլսես ինձ։ Ես չեմ ուզում քեզ լսել։ Կործանեցիր քեզ Լուսինը։ Խնդրում եմ դուրս արի, հա, սենյակից։ Եթե չգնաս, ես ինքս կգնամ։ Ուր։ Այդ ընդհանրապես կարևոր չի։ Ինչ ես խոսում նո։ Ինչ անշանակում քո հայրը չի։ Երբ որ մենք ամուսնացանք, ես արդեն հղի էի։ Ինչ ես խոսում մամ, ձեն հետ կտրի։ Սաշ, Ձեն հետ կտրի ու ոչ մի բան մի ասա մամ։ ես չեմ ուզում հորդ տեսնեմ։ Խոսեմ, բացատրություն տամ։ Վերջին շրջանում մեր հարաբերությունները շատ վատ են։ Իսկ երբ որ իմանա… Կսպանի քեզ, որ իմանա։ Ու ճիշտ էլ կանի։ Սաշ, Չեմ ուզում լսել քեզ։ Չեմ ուզում տեսնել քեզ։ Մոռացի իմ մասին։ Էլ երբեք ինձ չես տեսնի։ Հասկացար։ ես ուզում եմ իմանաս ով է հայրդ։ Ինձ դա չի հետաքրքրում։ Դու պետք է իմանաս ու պետք է թողնես, որ հարազատներդ օգնեն քեզ։ Ինչ։ Մենակ չասես, որ ես մարդը իմ… Այս մարդը քո հորեղբայրն է։ Հա, քո հորեղբայրն է։ Հայրը զոհվել է տարիներ առաջ։ Ու ինքը չգիտեր, որ ես հղի եմ։ Իսկ ինչի չգիտեր։ Ու ինչի ես դու ուրիշի հետ ամուսնացել։ Խնդրում եմ, ինձ հարցեր հիմա մի տուր, հա։ Ոնց հարցեր կշտամ քեզ մամ, ոնց։ Խնդրում եմ, Ավելի լավ է մոռանամ քեզ։ Ավելի լավ է մտածեմ, որ դու ես մահացել։ ես գիտեմ, որ ճիշտ եմ արել հիմա։ Նա քո հարազատն է ու կօգնի քեզ։ Դու շատ ավելի լավ կանես, որ էլ երբեք չհիշես իմ մասին։ Երբեք։ Սաշ, ոնց կուզես։ Ու դու ինձ սովորացնում ես ճիշտ ապրել, հա։ Ու դու ինձ նկատողություններ էիր անում, հա։ Ու դու ինձ ուզում էիր ասել, որ նա ճիշտը, որը սխալը, հա։ Ինչով ես ինձանից լավը դու, մամ։ Քնար։ Ինչ է արալիկ։ Լավ չէ։ Վարկի տեսնեմ հլա։ Լավ չէ։ Լիկ, ոնց որ տակություն ունես, վարկի, խնդրում եմ։ Գիտեմ դողում եմ։ Ցավոք տեղ ունես։ Փորս գլուխս ցավում է, չեմ կարում դիմանամ, ջուրդու խնդրում եմ։ Հեսա կտամ, հա։ Հա, շուշուտ, խնդրում եմ ջուրդու։ Այս ջերմաչափը դիր թևիտ տակ, հա։ Շուշուտ, խնդրում Հեսա կտամ։ ցավում է։ Մերդ գնաց։ Չեմ կարծում, որ իրավունք ունես մորդ հետ այդ տոնով խոսելու։ Ես մեր չունեմ։ Մեծ մի խոսա։
Գնացի ես, ստեսցու։ Նստիր, մենք դեռ չենք խոսել։ Ինչ եմ անում ես ստեղ։ Ինչի եմ ձերդ ինչ-որ բաներ քննարկում, չեմ հասկանում։ Նստիր, Ավելի լավ է ես գնամ։ նստիր տեղդ, կգնաս ուր ուզում ես, բայց միայն ժամանակ, երբ ես ասելիքս ավարտեմ։ Ինձ չի հետաքրքրում ինչ եք ասելու։ Ով եք դուք։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Դա իմ մեղքով չի։ Իմ համար մեկ է։ Էլի եմ ասում, մեկ է իմ համար։ Իրանի, ինձ համար էլ միևնույն լիներ։ Հիմա ստիպված չէի լինի ինձ զսպել, որ չապտակեմ քեզ։ Գործ չունեք ինձ հետ։ Ու ոչ մի կապ չունի, որ ես չնայած ես չեմ հավատում։ Բայց եթե անգամ ձեր եղբոր տղան եմ, դա ձեզ թույլ չի տալի, որ ինձ հետ կապված որևէ հարցում դուք ինձ հետ կապ չունեք, հասկացաք։ Հավատս չի գալիս, որ Արամը կարող էր քեզ նման տղա ունենալ։ Ես հետ Արամի հետ ոչ մի կապ չունեմ։ Ձեդ կտրի։ Ինձ ոչ մի Արամ չի ուզում։ Եթե անգամ նա իմ հայրն է, նա արդեն մահացել է, չկա։ Ու ես պարտավոր չեմ իմ հնարավոր հորեղբորը ենթարկվեմ։ Ես պարտավոր չեմ ձեզ լսել։ Մյուս անգամ լեզուդ կկտրեմ։ Լոկոտ, քեզ համար շատ ավելի լավ կլինի, որ նստես ու լսես ինձ։ Թե չէ կզանգեք, կգան կբռնեն, հա։ Նստի։ Եթե չես ուզում իմանալ, թե ինչ կարող եմ անել։ Նստի։ Եկ ջերմությունդ բարձր է։ Ինչ կա։ Շատ բարձր է։ Հարկավոր է սրսկել։ Լավ ես արդեն պատրաստ եմ։ Ինչ կա Լիկա ջան։ Չգիտեմ, լավ չեմ, դողում եմ։ Լիկա ջան, ջերմությունդ բարձր է, դրա համար էլ դողում ես։ Կսրսկենք ամեն ինչ կանցնի։ Գիտեմ, ուղղակի հասկանում եք, այս երեխանից համար շատ թանկ է։ Հանգստացի Բալիկ ջան, հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, հանգստացի։ Չեք հասկանում ինձ։ Բուզանը սոսով է։ Ես չեմ ուզում կորցնել երեխայիս, խնդրում եմ օգնեք ինձ։ Ամեն ինչ կանենք, կաշխատենք։ Լիկա ջան, հանգստացի Բալիկ ջան, հանգստացի, հասկանում։ Ես ամեն ինչ կանեմ, որ պահպանեմ հայրությունս։ Եթե պետք լինի, ամիսներով ստեկը պարկեմ։ Մենակ ասեք, խնդրում եմ օգնեք ինձ։ Ամեն ինչ արվում է քեզ համար Լիկա։ Հանգիստ եղիր, հանգիստ։ Դուք իրոք չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում ինձ համար այս երեխան։ Իհարկե պատկերացնում եմ Լիկա։ Պատկերացնում եմ։ Չեք պատկերացնում։ Հաստատ չեք պատկերացնում։ Լավ, ես արդեն սրսկեմ Ռուզաննա Սոսովնա։ Ընկերոջդ բռնել են, Գիտեմ։ քեզ էլ փնտրում են։ Իսկ դու փախչում ես, հա։ Փախչում ես, իմանալով, որ ընկերոջդ քո պատճառով են բռնել, որովհետև ցանկացել է օգնել քեզ, որ պարտքերդ փակես, որովհետև միջև ականջներդ խրված ես,
Պարտքերի մեջ։ Հարա նրան բռնել են, հասկանում ես։ Ինչ որ մի աղջիկ պիտի քեզանից երեխա ունենա, իսկ դու փախչում ես, հա։ Այդքան վախկոտ ես, թքած ունես, թե ում հետ ինչ կլինի, մենակ թե դու հեռու լինես, հա, այդ ամեն ինչից։ Այդպես չի։ Այդպես է, ցավոք սրտի այդպես է, ու գիտես ինչի համար եմ ցավում, որ այս պատմության մեջ Լուսինեին ես քաշում։ Դուք ինչ կապ ունեք Լուսինեի հետ։ Այդ քո խելքի բանը չի։ Իրեն կհարցնես կասի։ Ես ուզում եի փախնել նրա հետ, որովհետև ուրիշ տարբերակ չկար։ Տարբերակ միշտ էլ կա։ Պարզապես ոմանք ընտրում են ամենահեշտը ու կարծում են, որ դա միակն է։ Իսկ ինչ անեի։ Ես Լուսինեին կկորցնեմ։ Ես հիմա միայն դրա մասին եմ մտածում։ Ես ինչ եմ ասում։ Եթե դու Լուսինեի մասին մտածեիր, նրան չէիր տանի քո հետևից։ Այն դեպքում, որ ինքդ էլ չգիտես, ուր ես գնում ու քեզ ինչ է սպասվում։ Ոնց չեք հասկանում։ Ես սիրում եմ Լուսինեին։ Դա սեր չի։ Դա սեր չի, դա էգոիզմ է։ Վախկոտի արդարացում։ Դուք չեք հասկանում ինձ, պարոն գեներալ։ Այո։ Չեմ հասկանում ու չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև քո հայրը քո տարիքում զոհվեց Ղարաբաղում ու գիտես ինչի, որովհետև չուզեց իր զոհված ընկերոջ դիակը թողնել դաշտում, չուզեց թողնել թշնամու ձեռքերում, ինքը կհասցներ նահանջել, բայց չուզեց հետ գնա, ընկերները չէին թողնում, բայց ինքը գնաց զոհված ընկերոջ հետևից, գնաց, որ զոհված ընկերոջ դիակը բերի։ Դու հասկանում ես, ու հենց այդ ժամանակ էլ խփել են։ Դիակը գրկում։ Դու բանտում նստած ընկերոջը թողնում փախնում ես, քեզանից հղի աղջկան թողնում փախչում ես, ուզում ես, որ ես քեզ հասկանամ, ապուշ։ Դու վախկոտ ես, վախկոտ։ Պատերազմի լեզվով ասած դու դասալիկ ես։ Ու արդարացում ես գտել իբր սիրում ես, հա։ Բայց ես պահին այդ վիճակա, որ ես դե ասեք ինչ անեմ։ Ասեմ։ Շատ իլսից։ Գնա ու հանձնվի։ Չէ։ Ինչ անես, փախչես, քեզ թվում է ես չեմ կարող օգնել, հա, որ փախչես։ Կարող եմ, քեզ թվում է ինձ համար հեշտ է գիտակցել, հա, որ տարիներ առաջ կորցրած եղբորս տղան, ում ես առաջին անգամ եմ տեսնում, ու ես նրան ուղարկում եմ ոստիկանություն հանձնվելու։ Կարծում ես հեշտ է, հա։ Կգնաս ու կհանձնվես։
Ես կարող էի հենց հիմա ուղարկել քեզ այնտեղ։